Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 2-րդ գլուխը։ Եվ Ութավան ինքը պատասխանում է Վիդուրայի հարցերին։ Մենք տեսանք, որ նրա պատասխանները հնարավորություն են տալիս մեզ շատ որոշակի անկյունից դիտարկել նվիրալի վերաբերմունքը Գերագույն Աստծո ազնվորության նկատմամբ։ Այսպիսի թեմաներով ես չեմ հոգնի ասել, խոսում են այս աշխարհում միայն արիացիները, որովհետև միայն իրենց հասարակության մեջ էր, որ Գերագույն Աստծո անձնավորությունը անձամբ գալիս էր, եւ միայն իրենք էին, որ ոչ թե ուղակի հորինել էին Աստծուն, այլ փաստացի շփվում էին նրա հետ եւ լավ տեղյակ էին նրա բնավորությունից։ Եվ այսպես կարողանում ենք հասկանալ, որ արական քաղաքակրթության մեջ բավականին հաճախ գալիս էին ոչ միայն Գերագույն Աստծո անձնավորությունը, այլ եւ նրա մաքուր նվիրալները։ Եվ այդպիսին էր հենց Ութավան, որը ինքը 5000 տարի առաջ Գերագույն Աստծո անձնավորության հետ միասին եկել էր մեր մոլորակ, որպեսզի ցույց տա այն ամենը, ինչ որ նպատակ էր դրել իր առաջ Գերագույն Աստծո ազնվորությունը։ Այս պահին, երբ Ութավան խոսում է, Տեր Կրիշնան արդեն հեռացել էր մեր մոլորակից եւ Ութավան լցված կարոտով խոսում է Կրիշնայի մասին, խոսում է նրա ներկայության մասին այս յութական աշխարհում։ Մենք տեսանք, թե ինչպիսի զգացմունքներ է ունենում նվիրալը, ինչու համար, որովհետև Գերագույն Աստծո անձնավորությունը գալով նյութական աշխարհ շատ յուրահատուկ պահվածք է ցուցաբերում, որտեղ երբ որ նրան նայում են մաքուր նվիրալները, իրանք հաճախ տեսնում են, թե ինչքան նսեմացած է Գերագույն Աստծո անձնավորությունը, ինչքան նա գնահատված չի, նրանք տեսնում են մի մթնոլորտ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ոչ ճանաչում են, ոչ գնահատում են եւ ոչ էլ նրա կարիքն ունեն, եւ այս տեսանկյունից ուրեմն Ութավան ինքը զարմանքի տրամադրությունների մեջ էր եւ հենց այդպես էլ դիմում էր Վիդուրային, որ ինչպես կարելի է չզարմանալ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսքան տարբեր վերաբերմունքներ ստանալով հանդերձ չէր բանելի ոնց որ չէր վիրավորվում, չէր չարանում եւ հակառակը շարունակում էր այսպես սիստեմատիկորեն համառ ուրեմն իրականացնել այն բոլոր նպատակները, որով ինքը եկել էր այս նյութական աշխարհ։ Իսկ ինքը եկել էր նախապատրաստելու աստվածամեժության դարաշրջանի նախաշեմին, նախապատրաստելու հոգևոր գիտելիքի արկայությունը։ Ես կարդամ տեքստերը, եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Շրիմադ Բհագավատամ, ուրեմն 3-րդ երգ, 2-րդ գլուխ, տեքստեր 23-ից։ Ուրիշ որտեղ կարող եմ գտնել ավելի ողորմած հովանավոր, քան նա, ով մոր տեղը շնորհեց նենք կախարդին, պուտանային, չնայած այն հանգամանքին, որ նա կուրծքը մահացու թույնով քսելով այն տվեց Տիրոջը։ Ես կարծում եմ, որ Տիրոջը ատող դեմոնները ավելի լավ վիճակում են, քան նվիրալները, քանի որ Տիրոջ հետ կռվելիս նրա մասին չարական մտքերով կլանված նրանք իրենց առջև տեսնում են Տիրոջը նստած Գարուդայի, Կաշյապայի որդու ուսերին եւ ձեռքում պահած իր սարսափելի սկավառակը։ Եվ այսպես ինչպես տեսնում ենք, նորից ուրեմն մենք այստեղ հանդիպում ենք գաղափարներ, որը մեզ ոչինչ չասեց, որովհետև մենք անտեղյակ ենք եւ տեքստերը իրենք բազմամանման կարիք են զգում։ Ուրեմն առաջի հերթին Ութավան խոսեց Պուտանայի մասին, այսինքն ինքը ասեց նրա մասին, որ որտեղ կարող եմ ես գտնել ավելի ողորմած հովանավոր, քան Տեր Շրի Կրիշնան էր։
ինչ պատմություն է սա ընդհանրապես, ով էր Պուտանան եւ ինչի մասին է խոսքը։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ Շրիմադ Բհագավատամը ինքը իր մեջ ունի առնվազն 3 շերտ։ Առաջի շերտը դա ինֆորմացիոն շերտն է, այսինքն այ մենք հիմա կարդում ենք եւ տեսնում ենք, որ տեղի են ունեցել ինչ-որ իրադարձություններ, տեղի է ունեցել ինչ-որ մի զրույց, հա, հետագայում կտեսնենք, որ սա տեղի ունեցավ, նա տեղի ունեցավ, այսինքն մենք ստանում ենք ինֆորմացիա ինչ-որ իրադարձությունների հետ կապված։ Բհագավատամը ունի երկրորդ շերտը, որտեղ բոլոր այն պատմությունները եւ բոլոր այն հերոսները, որոնք մասնակիցն են այդ պատմությունների, իրենց մեջ պարունակում են շատ խորը իմաստի շերտ։ Եվ ուրեմն վերջինը եւ երրորդը դա այն է, որ Բհագավատամը ունի մի շերտ, որը արդեն նախատեսված է այսպես կոչված տրանսցենդենտալիստների կամ մաքուր նվիրյալների համար։ Ուրեմն առաջի շերտը ինքը նախատեսված է հետաքրքրասերների համար։ Երկրորդ շերտը ինքը նախատեսված է բոլոր այն կենդանիակների համար, ովքեր դիմում են այս սուրբ գրվածքին իրենց հոգու մաքրագործման process-ը անցնելու նպատակով։ Երրորդ շերտը ինքը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն հաղթահարել են իրենց նյութական պայմանավորված վիճակը, հայտնաբերել են իրենց որպես հոգի, վերականգնել են հոգևոր զգացմունքներ ունենալու իրենց ունակությունը, հա, եւ հիմա կանգնած են այն շեմին, որ պետք է վերջնական իրականացում ունենան եւ վերականգնեն իրենց հավերժ հարաբերությունները Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ հիմա այս պահին մենք ձեզ հետ Բհագավատամը ուսումնասիրում ենք երկու շերտով, այսինքն համ կարդում ենք տեքստերը եւ իրազեկվում ենք իրադարձությունների մասին եւ խորասուզվում ենք այդ իրադարձությունների իմաստի մեջ։ Երբ որ մենք խորասուզվում ենք իրադարձությունների իմաստի մեջ, ուրեմն այստեղ տեղի է ունենում շատ կարևոր հանգամանք, որ մենք կարողանում ենք անցնել հոգու մաքրագործելու process-ը։ Եվ այս իմաստով Պուտանայի պատմությունը ինքը շատ կարևոր պատմություն էր։ Այսպես ես արդեն մի թեթև պատմել եմ նրա մասին, որ երբ որ Տեր Կրիշնան ինքը հայտնվեց նյութական աշխարհում, մենք հենց վերջի տեքստերում խոսեցինք նրա մասին, որ ինքը սկզբում հայտնվեց իր ծնողների առաջ որպես Նարայանա, այսինքն որպես մի ազնվորություն, որը ինքը արտահայտում է Գերագույն Աստծո ազնվորության հզորությունը 4 ձեռքերով, հարուստ հագուստով, շատ էսպես հարուստ զարդարված եւ այլն եւ այլն։ Եվ ինքը հաստատեց, ասեց, որ դուք Վասուդևան եւ Դևակին դուք ուրեմն մեծ ճգնություններ եք կատարել, որպեսզի ունենաք ինձ որպես երեխա, հա, եւ ես կատարում եմ այն խոստումը, որ տվել եմ ձեզ, որ անպայման կծնվեմ որպես ձեր երեխան։ Բայց մենք խոսեցինք նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իմաստի տեսանկյունից ցույց տվեց, որ Գերագույն Աստծո ազնվորության հզորության ասպեկտի հասկացողությունը ինքը տեղի է ունենում տրանսցենդենտալ գիտելիքի ուսումնասիրության հաշվին։ Այսինքն հոգևոր գիտելիքը առաջի հերթին կարողանում է կենդանի էակի գիտակցության մեջ ծնել Գերագույն Աստծո ազնվորության հզորության գիտակցումը։ Ինչու է սա կարևոր, որովհետև իրականում նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենց ներսում ենթագիտակցաբար շատ անհարգալից են վերաբերվում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ նույնիսկ նրանք, ովքեր որ առաքինության գոյավիճակի մեջ են այս սկզբնական շրջանում, հա, առաքինության, այդ սկզբնական շրջանում միևնույն է, առաքինությունը ինքը իր ցանկություններով
չի տարբերվում։ Ես սա շատ եմ քննարկել, որ ցանկություններով չի տարբերվում ոչ տգիտության գոյավիճակի կենդանիակներից եւ ոչ գրքի գոյավիճակի, ուրեմն կենդանի էակներից, այսինքն ամենասկզբում առաքինության կենդանի էակը նույնպես ուզում է լինել երջանիկ, ուզում է լինել բարգավաճ, գեղեցիկ, ուժեղ, կրթված, չգիտեմ, ուզում է ունենալ լավ փառք, ուզում է ունենալ իշխանություն։ Միակ բանը, որ փոխվում է, դա ոչ թե ցանկություններն են, այլ այդ ցանկությունները իրականացնելու մեթոդները։ Այսինքն սկզբնական առաքինությունը արտահայտվում է նրանով, որ կենդանի էակը այլևս ընդմիշտ հրաժարվում է իր ցանկությունները իրականացնել ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառելու հաշվին։ Սա է փոխվում, թե չէ իրենք ցանկությունները բացարձակապես նույնն են մնում։ Ցանկությունները փոխվում են միայն այն ժամանակ, երբ որ կենդանիակը ինքը հասնում է այսպես կոչված նիշկամա կարմա յոգային, այսինքն այն ուրեմն պարտականություններ կատարելու այն աստիճանին, որտեղ կենդանիակը այլևս կապված չի պտուղներին, այսինքն ինքը ոչ մի բան չի ուզում իր բարոյականության դիմաց, բացի մի բանից։ Ինքը ձգտում է լինել հաճելի գերագույն Աստծո ազնվորության համար։ Եվ սա է այն մակարդակը, որտեղից կենդանի էակը ինքը դառնում է ավելի շահագրգռված հոգևոր արդյունքների մեջ, քան նյութական։ Իսկ նախասկզբնական առաքինության մեջ կենդանի էակը դեռ շահագրգռված է կրոնի նյութական արդյունքների մեջ։ Եվ այսպես, ուրեմն, հենց այնտեղ Տեր Քրիշտան ինքը ընդունելով Նարայանայի մարմինը, հետո խոսեց Վասուդևայի եւ Դևակի հետ, դա մենք ժամանակին շատ մանրամասը կքննարկենք, հա, եւ ինքը դարձավ փոքրիկ երեխա, անպաշտպան եւ թույլ եւ ասեց Վասուդևային, որ կվերցնես ինձ եւ կտանես ինձ Վրինդավան։ Մենք ձեզ հետ անցյալ անգամ քննարկեցինք, որ դա իր հերթին նշանակում էր, որ Տեր Քրիշտան ինքը ցույց տվեց, որ իսկ ինքը համընդհանուր երանության սկզբունքն է, հա, որ կենդանի էակը ինքը այդ համընդհանուր որպես համընդհանուր երանության սկզբունքը ընդունող պետք է հասկանա, որ այդ սկզբունքը ինքը ծնվում է տրանսցենդենտալ գիտելիքի մեջ, բայց աճում է, մեծանում է, պատկերավոր ասած, հա, ուրեմն սիրո եւ ուրախության մթնոլորտում։ Եվ մենք ձեզ հետ անցյալ անգամ քննարկեցինք, որ իրականում հոգևոր կյանքում սերը եւ ուրախությունը շատ կարեւոր գործոններ են։ Այս պատճառով մենք քննարկեցինք, որ իրականում, ասենք, օրինակ, եթե մենք վերցնում ենք օրինակ քրիստոնեությունը, ապա այնտեղ Հիսուսի կերպարը ինքը շատ տխուր կերպար է, որը իրականում հրեաների եւ հռոմեացիների խայտառակությունն է, եթե մենք վերցնենք իր կոպիտ իմաստի տեսանկյունից, չէ, որովհետեւ Հիսուսը ինքը բերեց հեղափոխական գաղափարներ կրոնական գաղափարախոսության մեջ, որտեղ ինքը ընդդիմացավ հրեաների այն գաղափարին, որ իրենք ընտրյալ ազգ են եւ ինչպես իրենց Յովհան է ասում, ես հրեաների նախանձախնդիր Աստվածն եմ, չէ՞։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ ուրեմն Հիսուսը ինքը հենց կակրաս եկավ եւ ընդդիմացավ այդ գաղափարին, քարոզելով այն գաղափարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանիակների հայրն է։ Ինչպես տեսանք, հրեաները այդ գաղափարը չընդունեցին, այդ գաղափարը խաչեցին եւ ուրեմն այն բոլոր վայրագությունները, որը տեղի ունեցան հռոմեացիների ձեռքերով, իսկ կա այդպիսի վարկած, որ հռոմեական կայսրության վերնախավը նույնպես մեծամասամբ հենց հրեաներն էին, եւ ուրեմն բարբարոսների ձեռքով վերացավ, որ ես դա միշտ ասել եմ, ասում եմ եւ ասելու եմ,
ես սկզբունքորեն համարում եմ, որ հռոմեական կայսրությունը ինքը վերացավ բարբարոսների ձեռքով հենց այդ պատճառով, որ իրենք բարբարոսաբարվարվեցին Քրիստոսի եւ նրա առաջին աշակերտների հետ։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն կարողանում ենք տեսնել, որ Աստվածամեժության դարաշրջանում տեղի է ունենում կրոնի շատ խիստ փոփոխություններ, կրոնը ինքը անճանաչելիորեն աղավաղվում է, չէ, եւ բոլոր նրանք, ովքեր որ կուզենային զբաղվել իրական հոգեվոր կյանքով, լինում են խճճված եւ չեն կարողանում ընդհանրապես հասկանալ, թե ինչպես զարգանալ։ Հիմա, սիրելիներս, եւ ուրեմն եւ ուրախության մասին ենք խոսում։ Եվ այս իմաստով ուրեմն կարողանում ենք տեսնել, որ Հիսուսը ինքը բավականին ողբերգական կերպար է եւ մարդկությունը ինքը ամոթով է մնացել Հիսուսի առաջ, որովհետեւ վայրենաբար է վարվել նրա հետ, չէ՞։ Եվ հետեւաբար քրիստոնեության մեջ բոլոր այն տոները, այսպես կոչված, որոնք իրենք տոնվում են, դա տխուր տոներ են, բացի նրա ծնունդից եւ համբարձումից։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս իմաստով դրա համար էլ կրոնականության մեջ չկա ուրախություն։ Իսկ օրինակ, եթե մենք վերցնում ենք բացի յոգան, որը ինքը հայտարարված է մեր դարաշրջանի ուրեմն համար նախատեսված կրոնականության ճանապարհ, ապա այստեղ երբ որ հայտնվում է Գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը իր կյանքով միշտ հաղթող էր։ Եվ բոլոր տոները, որոնք կապված են Գերագույն Աստծո անձնավորության հետ կամ նրա մարմնավորումների հետ, դրանք Աստծո հաղթանակի տոներն են, ինչը որ շատ ոգեշնչում է կրոնական մարդկանց եւ ասենք հիմք է հանդիսանում, որպեսզի կրոնական մարդիկ իրենք լինեն ուրախ եւ զվարթ հոգեվիճակում։ Եվ նորից եմ շեշտում, որ արիացիները սկզբունքորեն էին համարում, որ սերը եւ ուրախությունը դա հենց այն երևույթներն են, որի մեջ եւ աճում է համընդհանուր երանության գաղափարը։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ ուրեմն սիրո եւ ուրախության արժանի ենք ոչ միայն մենք, այլև Գերագույն Աստծո ազնվորության բոլոր մասնիկները։ Ով էր Պուտանան։ Երբ որ արդեն Տեր Քրիստոսն ինքը գտնվում էր Վրինդավանում, Կամսան, որը ինքը նյութական գիտակցության մարմնավորումն էր, Կամսան ինքը իմացավ, որ ստացավ տեղեկություն, որ իրականում ուրեմն այն ազնվորությունը, որը պիտի իրեն սպանի, ինքը ծնվել է եւ ինքը արդեն իր պետության մեջ է։ Այդ ժամանակ Կամսան ինքը կանչում է իր ընկերներին, որոնցից ամեն մեկը նյութական գիտակցության մի ինչ-որ արատի մարմնավորումն էին։ Կանչում է բոլորին եւ հրաման է տալիս ոչնչացնել 10 օր այս կողմ այն կողմ ծնված բոլոր երեխաներին, ովքեր մոտավորապես պիտի ծնվել են այն ժամանակ, երբ ծնվել է Տեր Քրիստոսն։ Որ դա հենց Տեր Քրիստոսն էր, Կամսան ինքը չգիտեր, դրա համար ինքը որոշեց հրաման տվեց սպանել բոլոր երեխաներին։ Եվ այսպես կոչված դեմոնները, որոնք իրենք մարմնավորում են նյութական արատները, ընկան այդ ամբողջ տարածքով մեկ եւ սկսեցին երեխաներին ոչնչացնել։ Բայց ինքը ոչ թե միանգամից բոլորին ուղարկեց, այլ ոնց որ առաջի անգամ ուղարկեց ինչ-որ մեկին։ Տեր Քրիստոսն այդ ինչ-որ մեկին սպանեց, հետո ուղարկեց ինչ-որ երկրորդին, Տեր Քրիստոսն դրան էլ սպանեց։ Ընդ որում առաջի դեմոնին ինքը սպանեց, երբ որ ինքը ընդամենը 3 ամսական երեխա էր։ Այսինքն ինքը հենց ամենասկզբից ցուցադրում էր գերբնական ուժեր։ Կներեք ձայնալարերս չորանում են, հիմա շատ եմ խոսում, էլի։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, ով էր Պուտանան։ Իրականում, եթե մենք վերցնում ենք Պուտանայի անվան
ուրեմն բանը իմաստը, որտեղ եթե մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ արատի մասին է խոսքը, ապա շատ կարևոր է, որպեսզի մենք ամեն անգամ խորասուզվենք հենց անվան իմաստի մեջ։ Մենք ձեզ հետ քննարկել ենք, որ արիացիները իրենք, երբ որ անուն էին դնում ազնվորությանը, կարելի է ասել, որ իր անունը մոտ 60%-ով արդեն մարդու որակավորման անձնագիրներ, այսինքն երբ որ մարդը ինքը ներկայանում էր եւ ասում էր իր անունը, այդ անունը արդեն խոսում էր նրա մասին, թե ինքը ով է։ Պուտանա խոսքը, պուտա, հա, արմատը դա պուտա բառն է, որը ինքը նշանակում է մաքուր կամ մաքրագործված, հա, հատկապես մեծ նշանակություն ունի հենց մեղքերից մաքրագործված պուտա բառը։ Նա սուֆիքսը, հայերեն չգիտեմ էլի սուֆիքս ոնց է կոչվում, ուրեմն ինքը դա ցույց է տալիս, որ դա կնոջն է վերաբերում։ Եվ երբ որ խոսում ենք արդեն իմաստի մասին նրա անվան, ապա պուտանա բառ անունը թարգմանվում է այսպես՝ կեղծ մաքրություն։ Հա? Ուրեմն կամ սուտ ложная բանելի, ну, в общем, կեղծ մաքրություն, հա, կամ նա, ով որ ձևացնում է, որ ինքը բարեպաշտ է։ Եթե մենք իմաստի տեսանկյունից ենք խոսում, ապա պուտանան ինքը այն ազնվորությունն էր, որ որպես իսպանի Տեր Քրիշտային, ինքը, ну, որպես դեմոն ինքը շատ այլանդակ բարմին ուներ, ինքը կերպարանափոխվում է, եւ դառնում է այնպիսի գեղեցիկ մի կին, որը նման է բախտի աստվածուհուն։ Հա? Ընդունելով այդ գեղեցիկ մարմինը, ինքը գալիս է Տեր Քրիշտայի մոտ, երբ որ Տեր Քրիշտան ինքը դեռ շատ փոքրիկ է, ուղղակի բանում այդ իր կալիբելկա, ոնց արել, մի րոպե։ Օրորոցը, կներեք, հա, ուրեմն այդ իր օրորոցի մեջ պարկած է լինում Տեր Քրիշտան, եւ ինքը ինչպես է գալիս, ինքը ուրեմն այդպես գեղեցիկ տեսքով գալիս է եւ այսպես անցնում է Տեր Քրիշտայի մոր Մամա Յաշոդայի եւ նրա ոնց որ ոչ թե մոր, այլ իրականում Դե լավ, ուրեմն իր մոր եւ մոր մոտիկ ընկերուհու կողքով այսպես անցնում է եւ գնում է այն տեսքով, որ ոնց որ ինքը եկել է Տեր Քրիշտային տեսնելու։ Ինչու որտեղ իրականում այդ գյուղում, որտեղ որ ապրում էր Տեր Քրիշտայի ծնողները, հա, ուրեմն բոլորը գալիս էին նվերներով, գալիս էին երեխային տեսնելու։ Եվ մայրը ինքը շատ հաճախ թույլ էր տալի, որ ասենք ինքը օրինակ հյուրերի հետ նստած էր, ինչ որ մեկը գնում էր այն սենյակ, որտեղ որ Տեր Քրիշտան պարկած է, որպեսզի տեսնի այդ երեխային, ինչու, որովհետև Տեր Քրիշտան ինքը աննկարագրելի գեղեցկություն ուներ իր բոլոր տարիքներում։ Եվ բոլորը ձգտում էին, նրանք ովքեր գոնե մի անգամ Տեր Քրիշտային տեսնում էին, նրանք ձգտում էին մշտական գնային այդ երեխային տեսնելու, հա, եւ մայրը ինքը մտածելով, որ այսինքն երբ որ ինքը տեսավ այդ գեղեցկուհուն, այդ արտաքինից գեղեցկուհուն, ինքը չկարողացավ հասկանալ, որ ինքը ներքինից սև սատանա է։ Եվ ընկալելով իրան կոպիտ ասած որպես բարգավաճության աստվածուհու մարմնավորում, հանգիստ թողեց, որպեսզի այդ կինը ինքը իր կողքով անցնի եւ գնա Տեր Քրիշտայի սենյակ։ Երբ որ ինքը գնաց Տեր Քրիշտայի սենյակ, ինքը նպատակ էր հետապնդում Տեր Քրիշտային կրծքով կերակրել։ Եվ իր կուրծքը ուրեմն այսպես քսել էր թույնով, որպեսզի թունավորի Քրիշտային, ինքը հեռանա եւ Տեր Քրիշտան ինքը այդ թույնից մահանա։ Երբ որ ինքը մոտեցավ Տեր Քրիշտային,
Այնտեղ մի շատ կարևոր կետ կա, որտեղ ամեն անգամ այդպես է նկարագրվում, որ նույնիսկ այն դեմոնները, որոնք գալիս էին Տեր Քրիստոսին սպանելու, եւ որ իրենք փաստացի Քրիստոսին տեսնում էին, մի պահ իրանց մեջ ինչ-որ բան էր զարթնում, որովհետեւ իրականում այդ համընդհանուր երանության գաղափարը ինքը դրված է հոգու մեջ։ Այդ գաղափարը կենթանիակների մեջ դրել է Գերագույն Աստծո անձնավորությունը եւ ոչ մեկ չի կարող ընդհանրապես անտարբեր լինել այդ գաղափարի հանդեպ, հասկանում եք, կեղծիեսն էլ, եթե կեղծիեսը փակում է միայն այդ դեպքում, չէ՞։ Ուրեմն բոլոր դեմոնները, որոնք իրանք տեսնում էին Տեր Քրիստոսին, իրանց առաջի էմոցիան դա նա էր, որ իրանք հրապուրվում էին Քրիստոսով, հասկանում եք։ Ինչու, որովհետև այդ համընդհանուր երանության սկզբունքը ինքը իրականում հոգեհարազատ է հոգում եւ ինքը միշտ այդպիսի ռեակցիա է տալիս։ Հետո նոր իրանք իրանց հավաքում էին, հիշում էին թե ինչու համար են եկել, մտնում էին իրանց թշնամական տրամադրությունների մեջ, հենց որ կեղծիեսի մեջ մտան, չէ, եւ արդեն փորձ էին կատարում Քրիստոսին սպանելու։ Պուտանան նույնպես սկզբից, երբ որ տեսնում է Քրիստոսին, ամբողջապես հրապուրվում է իրանով, հա, բայց բոլոր դեպքերում մի քիչ հետո հավաքում է իրան, վերցնում է երեխային եւ բացելով իր թունավորված կուրծքը տալիս է, որպեսզի Տեր Քրիստոսն խմի։ Ինչ է անում Տեր Քրիստոսը։ Տեր Քրիստոսն շատ հանգիստ վերցնում է պուտանայի կուրծքը, փակում է աչքերը, սա շատ կարևոր մանրուք է, փակում է աչքերը եւ սկսում է պուտանայի կուրծքը ուտել։ Ուրախացած պուտանան մտածում է, որ հիմա ինքը թունավորում է Քրիստոսին։ Իսկ Քրիստոսն ինքը, երբ որ կաթը լրիվ վերջանում է նրա կրծքի մեջ, շարունակում է կուրծք ուտել։ Եվ հանկարծ պուտանան ինքը հասկանում է, որ այս փոքրիկ երեխան սկսեց խմել իր կյանքի ուժը։ Եվ այդպես Տեր Քրիստոսն այդ կուրծքը ուտելով, այսպես կամաց-կամաց ամբողջ բանալի ոնց որ խմեց պուտանայի մեջ եղած ամբողջ միստիկական ուժերը, պուտանան ինքը կորցրեց այդ իր գեղեցկությունը, դարձավ այն այլանդակությունը, ինչ որ ինքը կար, հա, եւ գոռալով, ճվալով փորձում էր Քրիստոսի բերանից հանել իր կուրծքը, որտեղ արդեն հասկանում էր, որ հեսա կմահանա, իրան դա չհաջողվեց։ Տեր Քրիստոսն պինդ կպել էր այդ կուրծքից եւ այո, խմում էր պուտանայի կյանքը։ Եվ պուտանան ինքը վերականգնելով իր ահռելի չափերը, այդպես այլանդակ մի բանի կերպարանքով, ուրեմն ընկավ անտառների վրա եւ շատ մեծ քանակությամբ ծառեր ջարդեց եւ այլն, այդ ժամանակ միայն Վրինդավանի ապրողները Տեր Քրիստոսի մոր ղեկավարությամբ այսպես զարհուրած վազելով եկան, տեսնեն թե սա ինչ գիգանտ, ինչ որ մի հատ այլանդակ մարմին էստեղ հայտնվեց, հա, եւ երբ որ վազելով գալիս են, տեսնում են, որ Տեր Քրիստոսն ինքը խաղաղ խաղում է ուրեմն պուտանայի այդ դիակի ուրեմն կրծքավանդակի վրա եւ իրականիչապես Քրիստոսին վերցնում են, կանայք սկսում են Քրիստոսին շոյել, տանում են անմիջապես լողացնում, մաքրագործման մանտրաներ են ասում, բան պաշտպանողական, եսի միշտ, այսինքն վերջում նոր խառնվում են իրար, սկսում են փորձել Քրիստոսին պաշտպանել, բայց Քրիստոսն իրան արդեն պաշտպանել էր։ Բաքտիվինոդ Թակուրը խառնվում է այս պատմության մեջ շատ հետաքրքիր բացատրությամբ։ Ինքը ասում է պուտանան կեղծ հոգևոր ուսուցչի մանրավորումն է։ Հա? Կեղծ հոգևոր ուսուցչի, որը ինքը ընդունում է հոգևորի կերպարանք, որը հրապուրելի է եւ Աստծո համար եւ կենդանի էակների, հա, բայց իրականում ինքը գալիս է իրական հոգևորը ուրեմն թունավորելու համար եւ գլխավորը գալիս է այդ սկզբունքով, որ համընդհանուր վայելքի գաղափարը կրոնականության մեջ պետք է ոչնչացված լինի։ Հա, եւ ով պիտի թագավորի Կամսան, որտեղ ինքը Կամսայի ծառան էր, իսկ ով է Կամսան,
դա էգոիստական գիտակցությունը, այսինքն ոչ մի համընդհանուր երևույթության մասին խոսք չի կարող լինել։ Եվ այս գաղափարը միշտ կրոնական դաշտ բերում են կեղծ հոգևոր ուսուցիչները։ Հիմա այն գիրքը, որտեղ որ Բաքսիվինոդ Թակուրը այս գաղափարը առաջ է քաշում, վերջում ինքը անդրադառնում է պուտանային նորից։ Այսինքն վերջում ինքը նորից է անդրադառնում կեղծ հոգևոր ուսուցչի գաղափարին։ Եվ ինքը ասում է, բայց իրականում հասուն հոգևոր մարդը պետք է հասկանա, որ կեղծ հոգևոր ուսուցիչները իրանք այդքան էլ սարսափելի բան չեն։ Ինչու՞։ Որովհետև իրանք ստիպված են լինում միևնույնն է խոսել Աստծո մասին։ Եվ Բաքսիվինոդը ինքը ասում է, որ աստվածային գիտելիքը ինքը այնպիսի հզորություն ունի, որ այն ազնվորությունները, որոնք կեղծ նպատակներով, թե արդար նպատակներով գովերգում են Աստծուն, կարող է մի քիչ դանդաղ, բայց միևնույնն է, իրանք մաքրագործվում են եւ ժամանակի ընթացքում կարող են դառնալ իրական հոգևոր ուսուցիչներ։ Սա շատ կարևոր գաղափար է, որպեսզի հոգևոր մարդիկ իրենք, այսպես էլի, ներվով եւ վախով չվերաբերվեն այդ երևույթին, չէ՞։ Եվ ուրեմն հիմա եւ ամենակարևորը, որ երբ որ Տեր Կրիշնան ինքը այդպես սպանում է պուտանային, հետո բոլորը տեսնում են, որ պուտանայի հոգին ինքը գնաց եւ հոգևոր աշխարհում ստացավ Կրիշնայի մոր, ուրեմն դիրք, մայրերից մեկի դիրքը։ Հիմա սիրելիներս, եւ տեսեք ուրեմն, այդ իմաստով, չէ, այստեղ մենք ձեզ հետ ստանում ենք մի շատ կարևոր իրավիճակ, որտեղ կարողանում ենք տեսնել, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նույնիսկ կեղծ ազնվորությունից, երբ որ այդ կեղծ նպատակներով ազնվորությունը ինքը գալիս է եւ փորձ է կատարում, ուրեմն օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի թունավորի հոգևոր գաղափարախոսության ամենագլխավոր գաղափարը, այսինքն այն, որ բոլոր կենդանիակները հավասարապես պետք է լինեն երանելի, չէ՞։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ թույնը քաշում է իր մեջ, այդպիսի հզորություն ունի, որ այդ թույնը քաշում է իր մեջ եւ վերջնականում այդ կեղծարարները իրենք մաքրվում են, հա, մաքրվում են եւ ուրեմն դառնում են մաքուր տվյալներ։ Եվ այդ դրա համար է, որ Ութավան ասեց, ուրիշ որտեղ կարելի է գտնել ապաստարան, եթե ոչ իր մոտ։ Եթե ոչ իր մոտ, այսինքն այն ազնվորության մոտ, որը նույնիսկ կեղծ վերաբերմունքը իր հանդեպ, կեղծ մոտեցումը դեպի իրան, հա, ընդունեց, մաքրեց եւ դարձարեց իրական։ Հա, եւ ասենք արտաքինից թվում է, որ ինքը պատժեց պուտանային, որովհետեւ պուտանան մահացավ։ Հա, բայց իրականում, ասենք, ինքը պուտանային իր մոր դիրքը տվեց։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ էր։ Հիմա, սիրելիներս, հաջորդ տեքստով Ութավան ինքը շարունակում է այսպես. Մի րոպե, ես կարծում եմ, որ Տիրոջն ատող դեմոններն ավելի լավ վիճակում են, քան նվիրալները, քանի որ Տիրոջ հետ կռվելիս նրա մասին չարական մտքերով կլանված նրանք իրենց առջև տեսնում են Տիրոջը նստած Գարուդայի Կաշյապայի որդու ուսերին եւ ձեռքում պահած իր սարսափելի սկավառակը։ Ուրեմն գալիս են հաջորդ երկու կերպարները։ Իրականում Գարուդան ինքը, այսինքն արծիվը, որի վրա նստում է Գերագույն Աստծո ազնվորությունը, մենք կարողանում ենք տեսնել, որ հին քաղաքակրթությունների մեջ այդ արծիվը ինքը շատ հաճախ,
շատ հաճախ է հանդիպում։ Այդ հպարտ արծիվի սիմվոլը, չէ, մենք կարող ենք տեսնել, որ այո, եւ Հայաստանում հին հայերի մոտ նույնպես այդ կենդանին ինքը այդ թռչունը ինքը ընդունված է եղել։ Ով է Գարուդան։ Գարուդան դա այն թռչունն է, որի ուսերին նստում է արարիչը, այսինքն Վիշնուն, արիացիների կատարմամբ Վիշնուն, բայց բոլոր մնացածների համար արարիչը, այսինքն նյութական աշխարհը պահպանողը։ Հիմա, ով է Գարուդան, ինչ է նշանակում ընդհանրապես իր անունը։ Գարուդա բառացիորեն նշանակում է նասիլշիկ, նա ով որ տանում է, հա, նա ով որ տանում է, ինքը բան է, արյոլ, արծիվ է, եւ ուրեմն իրականում, երբ որ արդեն վերցնում ենք իր անվան նշանակությունը, սա նշանակում է նա ով որ տանում է իր վրա, ուրեմն արարչին կամ երկնային փոխադրամիջոց, այդպես։ Շատ հաճախ ինքը այնպես է ներկայացվում, որ ինքը նա է, ով որ թռչում է օձերից ավելի վերև։ Երբ որ խոսացվում է թռչող օձերի մասին, դրանք այսպես կոչված վիշապներն են, դրակոնի, հա։ Ընդհանրապես ինչ սիմվոլ է Գարուդան։ Ինքը իրանով մարմնավորում է վեդայական գրվածքների ուժը, հա։ Ինքը բան է, այսպես նյութական իլյուզիան ջարդող անցնող բանն է, սկզբունքն է, եւ ինքը իր ուսերի վրա կրում է արարչին, այսինքն Տեր Վիշնուին, որը ինքը կարգուկանոնի ճշմարտության աստվածն է, եւ ինքը թշնամաբար է վերաբերվում։ Գարուդան ինքը շատ թշնամաբար է վերաբերվում օձերին, որտեղ օձերը դիտարկվում են որպես խաբեության, նախանձի, նենգամտության, ուրեմն մարմնավորումներ, հա։ Այսինքն ինքը այն ազնվորությունն է, որը մաքրում է տարածքը թույնից, ինքը ուտում էր օձերին։ Կա մի շատ գեղեցիկ պատմություն, որը մենք ձեզ հետ հետագայում շատ մեծ խորությամբ կնայենք, որովհետև դա շատ կարևոր պատմություն է, եւ այդ պատմությունը ինքը կսկսի հենց այդ տեսարանով, որ Յամունա գետը, որը ինքը հոգևոր զգացմունքների գետն է, Յամունայի մեջ բնակվում են օձերը, այսինքն նախանձները, եւ Գարուդան ինքը գալիս է եւ այդ օձերին ուտում։ Եվ ինչ-որ մի պահ Յամունայի մեջ նստած յոգերից մեկը, որը ինքը ուրեմն յոգայով էր զբաղվում, հա, վիրավորանք է հասցնում Գարուդային, մեղադրելով նրան դրանում, որ ինքը օձերին եւ ձկներին ուտում է, հա, ուրեմն ձկները դրանք բամբասանքի մարմնավորումներն են, հա, օձերը նախանձի, եւ ինչպես ասեցի, խաբեության, նենգամտության եւ այլն, չէ՞։ Եվ Գարուդան ինքը այդ հոգևոր զգացմունքները այդ թույնից ազատողն էր, հա, դրա համար ինքը գալիս էր եւ հատուկ Յամունայի մեջից այդ բոլոր ուրեմն ձկներին եւ օձերին ուտում էր։ Մյուս կողմից Գարուդան ինքը շատ հետաքրքիր թռչուն է, հիմա ասենք այսպես էլի, ոչ թե թռչուն է, այլ շատ հետաքրքիր նվիրյալ է, հա, ինչու համար, որովհետև նվիրյալները իրանք լինում են երկու տեսակի։ Նվիրյալները լինում են խոնար, ինչպիսին էր օրինակ Խանումանը։ Ես վստահ եմ, որ Հայաստանում շատերը իրենք ընդհանրապես ամբողջ աշխարհում Խանումանը ինքը Ռամայանայից շատ հայտնի հերոս է, որը ինքը հենց մարմնավորում է հավատարմությունը, բայց հավատարմությունը ծառայողական տրամադրություններով։ Այսինքն Ռամաչանդրայի ցանկությունները իրականացնելու տրամադրություններով, այսինքն այդ ծառայի տրամադրությամբ։ Գարուդան ինքը, եթե ես շատ պայմանականորեն ասեմ, հա, շատ պայմանականորեն, էլի, Գարուդան ինքը բան էլի, այսպես
հպարտ նվիրվածության սիմվոլն է։ Դրա համար ասենք տղամարդիկ իրենք շատ հետաքրքիր կերպով ավելի հակված են Գարուդան ընդունել։ Երբ որ արական քաղաքակրթությունը ինքը փլուզվեց, այդ Գարուդայի սիմվոլը, այսինքն Աստծո հպարտ բանը, էլի, Աստծո հպարտ ծառան, բանով էլի շատ պայմանական ասված հպարտ, այսինքն ինքը մի անձնավորություն է, որը բան է, էլի, ոչ թե այդ ծառայողական տրամադրությունով չի, հասկանում եք, ինքը այն նվիրալներից է, որը այսպես էլ իր արժանապատվության զգացում ունի, ինքը կարող է հանդիմանալ, կարող է չհամաձայնվել, հա, եւ ինքը շատ սիրում է հավասարություն, ուրիշների հետ դիրքերի մեջ հավասարություն, հա, եւ օրինակ բանը Գարուդան ինքը կռիվ է անում, ինչպես ես արդեն ասեցի, օձերի հետ, հա, երբ որ ինքը այդ ջղայնության մեջ է մտնում, ինքը բան է, էլի, այդ իր ջղայնությունն է, ինքը խոնարհության, ոնց ասեմ, չգիտեմ, էլի, այդ խոնարհության այդ շղարշը իր տրամադրությունը իր մեջ չունի, հասկանում եք, բայց դա չի նշանակում, որ ինքը այսպես էլի քմահաճ անձնավորություններ կամ փառասեր անձնավորություններ, հասկանում եք, ինքը ուղղակի այն նվիրվածության մարմնավորումն է, որը չի կորցնում այդ էլի իր այդ անկախ եսի զգացումը, հասկանում եք, եւ այս իմաստով ուրեմն Գարուդան ինքը շատ հետաքրքիր կերպար է, եւ հիմա ուրեմն բանը, ասեք, Ութավան ինքը հենց դա է քննարկում, որ ուրեմն այն ազնվորությունները, որոնք իրանք կռվում են, ուրեմն նրանք իրենց առջևում տեսնում են տիրոջը, որը նստած է Գարուդայի որդու ուսերին եւ ձեռքում պահած է իր սարսափելի սկավառակը։ Սկավառակը դա այն Շուդաշանա չակրան է, որը մենք ձեզ հետ մի քանի անգամ արդեն քննարկել ենք, դա կրակից զենք է, որը այսպես սկավառակ է, որը շատ արագ պտտվում է եւ ինքը ժամանակի սիմվոլն է։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ամեն անգամ, երբ որ սկավառակն է վերցնում, ինքը ցույց է տալիս, որ այս բաները ինքը ոչնչացնում է իմенно ժամանակի միջոցով, ժամանակի մեջ եւ ժամանակի միջոցով, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, սիրելիներս, իրանք այդ կերպարն են տեսնում։ Այստեղ նշվեց, որ Գարուդան ինքը Կաշյապայի որդին էր։ Ով է Կաշյապը։ Կաշյապը անունը ինքը երկու տեսակ է թարգմանվում, ինչ որ մարդի անձնավորություններ կան, որոնք իրենք Կաշյապա բառը թարգմանում են որպես լույս, կաշի, թարգմանում են որպես լույս, հա, եւ ապա որպես ջուր, հա, կամ որպես պաշտպանող, այսինքն լույսը պաշտպանող։ Ինչ որ ուրիշ մի վերսիայով այս բառը ինքը կարող է նշանակել բան, ասենք, կրյային, հա, որը այն իմաստով, որ ինքը շատ այսպես զուսպ, հա, եւ ներքին խորություն ունեցող ազնվորություն էր։ Այսինքն մենք որ իմաստն էլ վերցնենք իր անվան, ինքը կամ այսպես էլի լույս արձակող իմաստուն էր, որը ինքը պահապանն էր ախրանյայուշի, էլի, պահապանն էր այդ լույսի, գիտելիքի լույսի, հա, կամ ուրեմն ինքը այն ազնվորությունն էր, որը ինքը թաքցնում էր էությունը, ինչպես բանը կրյան ինքը թաքցնում է իրան իր այդ պանցիրի մեջ, չէ՞։ Մենք դեռ կտեսնենք, որ Կաշյապան ինքը շատ կենդանիակների նախահայրն է, այդ թվում նաև կիսաստվածների եւ դեմոնների, թռչունների եւ օձերի, այսինքն ռեպտիլյանների թեման իրականում քննարկում են հենց արիացիները ամենասկզբում, հա, եւ դրա համար մեր ժամանակներում կա շատ տարածված այդպիսի թեզ, որ
Ռեպտիլիաները իրանք հիմա էլ ապրում են մեր մեջ, որտեղ իրանք ձևափոխվել գիտեն եւ մարդու մարմին են կարողանում ստանալ, հա։ Եվ ուրեմն, երբ որ Կաշյապան ինքը դառնում է եւ կիսաստվածների եւ դեմոնների հայրը, դա արտացոլում է այն, որ իմաստությունը ինքը իր մեջ պարունակում է այդ ծայրահեղությունների միասնությունը, հա, եւ դրանից է առաջանում այդ երկու ծայրահեղություններից է առաջանում նյութական բազմասանությունը, որտեղ կան տգիտության եւ կրքի գոյավիճակի ազդեցության տակ գտնվողները եւ ուրեմն առաքինության գոյավիճակի ազդեցության տակ եւ երկուսի հայրն էլ Կաշյապան էր, այսինքն իմաստությունը, հա։ Եվ ուրեմն ինքը խոսում է նրա, այդ դա Կաշյապայի կերպարը ինքը խոսում է նրա մասին, որ նյութական իմաստությունը ինքը կարող է կյանք տալ եւ պատկերավոր ասած մթին եւ լույսին։ Այսինքն սա նյութական աշխարհի երկակիության ուրեմն սկզբունքի մարմնավորումն է։ Եվ Կաշյապան ինքը այդ ազնվորությունն էր։ Եվ հիմա Ութավան ինքը հիշեց ուրեմն, որ նրանք, ովքեր որ թշնամաբար են վերաբերվում Տեր Վիշնային, իրանք տեսնում են իրան որպես Վիշնու, որը նստած է Գարուդայի վրա, իսկ Գարուդան իր հերթին ուրեմն Կաշյապայի տղան է։ Այսինքն այդ երկակիության սկզբունքը ինքը հենց Կաշյապայից է առաջանում։ Ես տեսնեմ կարող ենք անցնել հաջորդ տեքստին։ Հաջորդ տեքստը ինքը հնչում է այսպես. Տիրոջ ազնվորությունը Տեր Շրի Կրիշնան ականջալուր լինելով Բրահմայի խնդրանքներին, ով աղոթում էր նրան երկրի վրա բարօրությունը հաստատելու համար, դարձավ Վասուդևայի որդին, ով բեղմնավորեց նրան իր կնոջ Դևակի արքանդում գտնվելով Փոջա թագավորի բանտում։ Այս թեման մենք արդեն քննարկել ենք։ Դրանից հետո Կրիշնայի հայրը Կամսայից վախենալով նրան տարավ այնտեղ, որտեղ գտնվում էին Մահարաջա Նանդայի արոտավայրերը, ինչպես մախացող կրակ, որն առայժմ թաքնված էր տեսադաշտից, նա 11 տարի ապրեց այնտեղ իր ավագ եղբայր Բալադևայի հետ միասին։ Իր մանկության տարիներին ամենակարող Տերը շրջապատված էր անասնապահ տղաներով եւ հորթերով, զբոսնում էր Յամունա գետի ափերով, անցնելով խիտ թփուտներով եւ այգիներով, որտեղ թռչունների երգը երբեք չէր դադարում։ Միայն Վրինդավանայի բնակիչներն ունեին հնարավորություն վայելելու տիրոջ մանկության խաղերը, ինչպես սովորական երեխա, նա կամ կսկսեր լացին լինել, կամ կպայթեր ծիծաղից, կամ միևնույն ժամանակ նա նման էր առյուծի փոքրիկ ձագի։ Գեղեցիկ ցուլերին արածացնելուց գնալիս Տերը բարգավաճման եւ երջանկության աղբյուրը նվագում էր իր սրինգը, ուրախություն պարգևելով իր հավատարիմ հետևորդների կովարած տղաների ուրեմն սրտերին։ Կրիշնային սպանելու համար Փոջայի թագավոր Կամսան մեկը մյուսի հետևից մեծ մոգեր եւ կախարդներ էր ուղարկում նրա մոտ, որոնք կարող էին ցանկացած կերպարանք ընդունել, բայց Տերը իր խաղերի ժամանակ նրանց սպանում էր այնպես հեշտությամբ, ինչպես երեխան է կոտրում խաղալիքները։ Ուրեմն այստեղ մենք իրականում իցետև արդեն քննարկել ենք այս թեման, մենք հիմա էլ չենք կարող այս թեման քննարկել շատ խորը, որովհետև դեռ պատրաստ չենք ուղղակի հոգևոր հարաբերությունները խորը քննարկելու համար։ Բայց ինքը գաղափարը քննարկման կարիք ունի։ Գերագույն Աստծո ազնվորությունը որպես երեխա։ Ընդհանրապես երեխան դա անզորության մարմնավորումն է։ Եվ նյութական աշխարհում երեխա լինելը կամ ձակ լինելը դա թերություն է, որովհետև նյութական աշխարհում լինել ձակ դա նշանակում է լինել անզոր։
Ինչ է նշանակում դա հոգևոր աշխարհում։ Եվ ինչպես են հանդգնում ընդհանրապես արիացիները խոսել նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կարող է լինել երեխա եւ վայելել, ունենալ ծնողներ եւ վայելել նրանց սերը։ Սա ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Եվ այստեղ է, որ նորից իր կարևորությունն է ձեռք բերում Գերագույն Աստծո անձնավորության մարմնավորումների գաղափարը։ Հիմնական գաղափարը, որ առաջ են քաշում արիացիները, կայանում է նրանում, որ Գերագույն Աստծո անձնավորության վայելքը չի կարող լինել ավելի ողորմելի, քան կենդանի էակներինը։ Այսինքն, եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միայն հզորություն է, դա նշանակում է, որ իրա եւ կենդանի էակների միջև գոյություն ունի միայն երկու հարաբերություն։ Մեկը դա նեյտրալիտետն է, այսինքն երբ որ կենդանի էակը ինքը հոգևոր աշխարհում ուղղակի, այսպես, ինքը հաճույք է ստանում, որ գտնվում է Գերագույն Աստծո անձնավորության հետ նույն տարածքում, հա, բայց գտնվում է, այսպես, նեյտրալ հարաբերությունների մեջ։ Կամ արդեն, եթե ինքը միայն Գերագույն Աստծո անձնավորության հզորությունն է ընկալում, ապա ինքը կարող է մտնել Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ հարգանքի տրամադրությունների մեջ։ Հասկանում եք, տեսեք օրինակ, երբ որ տղամարդը ինքը տգիտության կամ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ է, չէ, ինքը երբ որ շուռ է գալիս երկրպագելու Աստծուն, ինքը դա միշտ անում է գոռոզության տեսանկյունից։ Այսինքն ինչպես, ես խոնարհվում եմ հիմա ամենահզորին, հա, եւ երբ որ շուռ եմ գալիս դեպի մարդիկ, ես դառնում եմ իրանց համար ամենահզորը, որտեղ ամենահզորի ներկայացուցիչն եմ։ Ինչ որ բան էլի, այդ Աստծո հանդեպ վերաբերմունքի մեջ մտնում է գոռոզությունը։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ տղամարդիկ իրենք շատ են սիրում Գերագույն Աստծո անձնավորության հզորության մարմնավորումը։ Հիմա իսկ արիացիները իրենք ասում են ոչ։ Չի կարող լինել այնպես, նորից եմ կրկնում, որ Գերագույն Աստծո անձնավորության վայելքը ինքը լինի ավելի ողորմելի, միապաղաղ, քան կենդանի էակներինն է։ Դրա համար իրանք պնդում են, իրենք ասում են, իրականում այդ 5 հարաբերությունները, այսինքն ծանոթությունը, գործնական հարաբերությունները, ընկերական հարաբերությունները, բարեկամական հարաբերությունները եւ սիրային հարաբերությունները, այդ 5 հարաբերությունները իրականում գոյություն ունեն հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհի բազմազանությունը հենված է այդ 5 հարաբերությունների վրա։ Տեսեք, ասենք, այս իմաստով սա բավականին, այսպես էլի, բավականին smelly, քաջ, չէ։ Համարցակ, հա, բավականին համարցակ հայտարարություն է, որովհետև այդ ժամանակ մենք հայտնվում ենք, փաստացի իրենք ասում են այդպիսի մի բան, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ունի, ուրեմն նրանք ովքեր պրոստը իրան ճանաչում են հոգևոր աշխարհում, բայց ոչ մի մտերմության հարաբերություն չունեն, նրանք ովքեր ծառայողական տրամադրությունների մեջ են, նրանք ովքեր ընկերական հարաբերությունների մեջ են, նրանք ովքեր բարեկամական հարաբերությունների մեջ են, այսինքն դա նշանակում է, որ Աստված ինքը ունի քույր, եղբայր, չգիտեմ, քեռի, հորեղբայր, մայր, հայր, հասկանում եք, եւ նրանք ովքեր սիրային հարաբերությունների մեջ են։ Ես հույսով եմ, որ դուք ընկալում եք, ինչ համարցակ հայտարարություններ են անում արիացիները։ Չէ, տեսեք, շատ մարդիկ մեր ժամանակներում իրանք այս համարձակությունը չեն կարողանում մինչև վերջ պատշաճ կերպով գնահատել։ Դրա համար իրենք նսեմացնում են Տեր Շի Քրիշնայի դիրքը, ասելով, որ Տեր Շի Քրիշնան ինքը ընդամենը Աստծո մարդկային մարմնավորումն է, որը եկավ, դե պրոստը խառնվեց մարդկանց հետ, մարդու կյանքով ապրեց, դրա համար մարդուն բնորոշ հարաբերություններ ուներ։
եւ թողեց գնաց, բայց հոգեվոր աշխարհում ինքը արարիչն է։ Այսինքն միայն ծառայողական հարաբերություն կա։ Վայշնավները իրանք ասում են ոչ, հոգեվոր աշխարհը դա բազմազանության աշխարհն է, որտեղ գլխավոր սկզբունքը կայանում է նրանում, հիմա տեսեք, որ ասենք այս գաղափարը ինքը Աստծուն ավելի սազական է։ Իրանք ասում են, գոյություն չունի երանության այդպիսի բան, ձև, որը անհասանելի է Աստծուն։ Եվ եթե կա 5 հարաբերություններ, այդ 5 հարաբերությունները անպայման կան հոգևոր աշխարհում, եւ հոգևոր աշխարհում գերագույն Աստծո ազնվորությունը ինքը 5 հարաբերություններն էլ վայելում է, որպեսզի իր երանությունը լինի կատարյալ։ Չէ՞։ Հիմա տեսեք, վրոձի այդ գաղափարը ինքը, այո, սազական է Աստծուն, որ եթե լուրջ ես մտածում, այո, ինչպես կարող է այդպես լինի, որ Աստված ինքը միայն ծառաներ ունենա, հա, իսկ մենք զանազան բազմազան հարաբերություններ վայելենք։ Որ ստացվում է մենք էմոցիոնալ տեսանկյունից շատ ավելի հարուստ կյանք ունենք, քան Աստված։ Եվ նույնիսկ չենք նկատում, որ դա Աստծուն վայել գաղափար չի։ Բայց հենց որ մենք ընդունում ենք այդ գաղափարը, մենք միանգամից հայտնվում ենք մի դաշտում, որտեղ այնպիսի քանակությամբ բարդություններ պիտի բացատրենք, այնպիսի կավերզնի, մի րոպե, հորամանկ, դե չէ, հորամանկ չէ, այնպիսի բան էլ այսպես տակի իմաստ ունեցող հարցերի պիտի պատասխանենք, չէ, որ թվում է, որ այդ հարցերին ոչ հնարավոր է պատասխանել, ոչ էլ այս հայտարարության տակից կարելի է դուրս գալ, եթե կոպիտ ասեմ, չէ, ինչու, որովհետև, եթե մենք ասում ենք, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բոլոր 5 հարաբերությունները ունի, չէ, դա առաջին հերթին նշանակում է, որ ծառայողական հարաբերությունները լինում են երկու տեսակի, նա ով որ ծառայում է, եւ դա ով որ ծառայությունը ընդունում է, չէ, կամ ծանոթներ կներեք, 0-ից սկսենք, ծանոթները, դա նշանակում է, որ ես ապրում եմ մի վայրում, հոգևոր աշխարհում, չէ, որտեղ ես ինձ շատ երջանիկ եմ զգում, Աստծո մասին լսել եմ, կարող է նույնիսկ իրան մեկ-մեկ տեսնում եմ, բայց իրան մոտենալու եւ իր հետ հարաբերություններ ունենալու ցանկություն չունեմ։ Սա չէ նշանակում հոգեբանության տեսանկյունից լինել ծանոթ։ Հա? Հիմա, բայց դա իր հերթին նաեւ նշանակում է, որ գերագույն Աստծո ազնվորությունն էլ իր հերթին մեզ հետ ծանոթ է, այսինքն ինքը մեկ-մեկ մեզ տեսնում է, բայց մեզ մոտիկ գալու ցանկություն երբեք չի ունենում։ Հասկանում եք, այսինքն այն ինչպես, չգիտեմ, էլի օրինակ բերեմ նյութական աշխարհից, հա, օրինակ ինչպես խանութի վաճառողը երբեք չի կարող դառնալ օրինակ իմ ընկերուհին, ինքը միշտ մնում է ծանոթ։ Ես մնում եմ իր համար հավերժ ծանոթ, ինքը իմ համար հավերժ ծանոթ։ Այդտեղ մենք կարող ենք ունենալ շատ բարի հարաբերություններ, բայց ընդհանրապես ծանոթների, ոչ ավել։ Ուրեմն սա ինչ հոգեբան, տեսեք արդեն միանգամից բարդության մեջ ենք, չեն գնում։ Սա ինչ հոգեբանություն է, որ եւ Աստված եւ կենդանի էակը իրանք ապրում են մի տարածքում, երջանիկ են նրանով, որ ապրում են մի տարածքում, բայց իրար մոտիկ գալու ցանկություն չունեն։ Ահա որ բարդ թեմա է, չէ, բացատրելու։ Ես հիմա դրանք չեմ բացատրելու, դա հետագայի խնդիր է։ Մենք պիտի սկզբից հասկանանք նյութական աշխարհի հոգեբանությունը։ Չէ, հիմա մատնանշում ենք, թե ինչպիսի համարձակ մտքեր են առաջ քաշում արիացիները եւ ինչպիսի բարտահրավերներ են ունենում գաղափարախոսության տեսանկյունից, երբ որ հանդգնում են այդ դաշտ մտնել, չէ։ Հիմա ծառայողական հարաբերությունները։
Ծառայողական հարաբերությունները իրանք ենթադրում են կա ծառա եւ կա տեր։ Հա, հիմա եթե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միայն այդ հարաբերությունների մեջ այն դիրքում է, որ կենդանիակները իրան ծառայում են, իսկ ինքը մենակ ծառայություն է ընդունում, հիմա հաջորդ քայլը, եւ այն կենդանիակները, որոնք ծառայում են Աստծուն, հաստատված են երանության մեջ, ստացվեց, որ մենք արդեն ստացանք մի երանություն, որը նա ով ծառայում է ունի, իսկ նա ով ծառայությունը ընդունում է չունի։ Հա, որպեսզի հավասարացնենք Գերագույն Աստծո ազնվորության երանության քանակությունը կենդանիակների երանությունից։ Հա, կամ ասենք, եթե կենդանիակները միայն ծառայում են, հա, եւ երբեք ծառայություն չեն ընդունում Աստծուց հետ, հիմա կենդանիակների երանությունն էլ է դառնում ոչ կատարյալ, որովհետև իրանք հավերժության մեջ միայն ընդունում են, միայն կատարում են ծառայություն եւ չգիտեն ինչ է նշանակում վայելել ծառայություն ընդունելը։ Եվ սա կլիներ անարդար։ Դրա համար հոգևոր աշխարհում կան կենդանիակներ, որոնք իրենք միշտ ուզում են ծառայեն Աստծուն։ Եվ կան կենդանիակներ, որոնցից Գերագույն Աստծո ազնվորությունը մեծ հաճույքով ընդունում է ծառայությունը եւ վայելում է այդ։ Բայց հոգևոր աշխարհում կան նաեւ կենդանիակներ, որոնք իրենք հաճույք են ստանում, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունն է իրենց ծառայում։ Հա, եւ այդտեղ կենդանիակը ինքը վայելում է ծառայություն ընդունողի պոզիցիան, իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը համտեսում է ծառայելու երանությունը։ Որպեսզի ինքը ինչ-որ մեկին ծառայի, ինքը պետք է ինչ-որ մեկին ընդունի իրանից բարձր, որտեղ ծառայում են միայն նրան, ով քեզանից բարձր է։ Նույն գործողությունները, երբ որ կատարվում է քեզանից թույլի հանդեպ, դա կոչվում է հոգատարություն, այլ ոչ թե ծառայություն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա անցնում ենք հաջորդ հարաբերություններին, ընկերական։ Ընկերական հարաբերությունները իրանք ունեն իրենց բնորոշ կետերը։ Ինչ է նշանակում լինել ընկեր։ Ընկեր նշանակում է ես մի ազնվորություն եմ, որի հետ իմ դիմացինը միշտ կարող է կիսել իր ամենագողտրիկ մտածելակերպը, ամենագողտրիկ ցանկությունները։ Հա, եւ եթե ես ընկեր եմ, մեր միջև կարող են լինել այնպիսի կետեր, երբ որ ինքը մի բան է ուզում, իսկ ես այդ բանը չեմ ուզում։ Բայց եթե ես ընկեր եմ, ես իրան կզիջեմ եւ կկատարեմ իր ցանկությունը։ Հասկանալով թե ինքը ինչ է ուզում։ Հասկանում եք, եւ նույնը կանի ինքը։ Չէ՞։ Ուրեմն տեսեք այստեղ էլ, որպեսզի երկուստեք լինի ընկերական հարաբերությունը վայելելու, այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը վայելի ուրիշ կենդանիակի ընկերությունը, ստանալով ուրիշ կենդանիակի հասկացողությունը, ինչպես օրինակ Արգյունան Կուրուքշետրա ճակատամարտից առաջ, չէ՞ որ Արգյունան եւ Կրիշնան իրանք ընկերական հարաբերությունների մեջ էին, եւ Կուրուքշետրա ճակատամարտից առաջ, չէ՞, Արգյունան ինքը ընկերականորեն հասկացավ Տեր Շրի Կրիշնային եւ արեց այն, ինչ որ Տեր Շրի Կրիշնան ուզում էր։ Թեկուզ սկզբում, եթե իրան մնար, ինքը չէր ուզում մասնակցեր պատերազմին։ Հիմա այդ նույն իր անկերը Արգյունան գողացավ Տեր Շրի Կրիշնայի քրոջը։ Հա? Եվ այդտեղ էլ Տեր Շրի Կրիշնան իր ընկերականությունը ցույց տվեց Արգյունայի հանդեպ։ Եվ ինքը հասկացավ Արգյունային, թե Արգյունան ինչու այդ քայլը կատարեց, հա, եւ որպես ընկեր իրան ներեց իր քրոջ գողությունը։ Հասկանում եք։ Սա ուրեմն երկու ստեկ է։ Հիմա գնացինք բարեկամական հարաբերություններին։ Բարեկամական հարաբերությունները իրանք ամենահարուստ հարաբերություններից մեկն են։
այստեղ ամենաբանը, ամենաբարձրագույնը դա ծնողական հարաբերություններն են։ Չէ, որտեղ դրանք անմիջապես մեր բարեկամներն են, մայրն ու հայրը, չէ։ Եվ տեսեք, ասենք, չէ, հիմա այստեղ բարեկամները, բարեկամական հարաբերություն նշանակում է հարաբերությունների բազմազանություն։ Ինչ որ մեկը քո համար ավագ է, ինչ որ մեկը քո համար փոքր է, ինչ որ մեկը քեզ հավասար է, չէ, այստեղ շատ հարուստ է։ Երանության այդ երանելի հարաբերություններ ունենալու հնարավորությունները իրանք շատ հարուստ են։ Հասկանում եք։ Եվ այո, Գերագույն Աստծո անձնավորությունը, օրինակ, պանդավների հետ իր հարաբերությունները։ Յուդհիշթիրան իր համար ավագ եղբայր էր։ Բհիման եւ Արջունան իրան հավասար էին։ Հա, իսկ Նակուլան եւ Սահադևան իր համար փոքր էին։ Դրա համար երբ որ իրանք հանդիպում էին, երբեք Կրիշնան չէր գրկում Յուդհիշթիրային։ Ինքը Յուդհիշթիրային խոնարհվում էր, այսինքն հարգանք էր մատուցում։ Հասկանում եք, եւ այ Գերագույն Աստծո ազնվորության այդ բնավորությունը, որ ես միշտ ասում եմ, ինքը ուրիշ կենդանի էակներին, համենայն դեպս արիացիների կատարմամբ, երբեք, հասկանում եք, երբեք ոչ մի պարագայում ինքը կենդանեակից չի ակնկալում այն սկզբունքին հետևելը, ինչին որ ինքը չի հետևում, հասկանում եք։ Եվ ասենք, տեսեք, ամենաառաջինը հենց ինքն է, ինչ որ մեկին ընդունում իր համար ավելի բարձր ազնվորություն, իր համար ընդունում է որպես ավագ։ Հասկանում եք, եւ հարգանք է մատուցում։ Եվ իր համար ինքը այդտեղ հաճույք է ստանում։ Հասկանում եք, ինքը այդ հաճույքն է վայելում, հարգանք մատուցելու։ Տեսեք, նյութական աշխարհում, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, երբ որ կրքերն ու տգիտությունն են հիմնականը, չէ, կենդանեակը ինքը հաճույք չի ստանում, երբ որ ինչ-որ մեկին հարգանք է մատուցում։ Օրինակ, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները իրենք, ասենք, առաջ են քաշել այդ մշակույթը, չէ, որ երիտասարդները իրանք պետք է մեծահասակների հետ խոսեն դույով, որ կարելի է շատ անհարգալից վերաբերվել մեծահասակների հետ, կարելի է ձեռք բարձրացնել մեծահասակի վրա։ Իսկ մեծահասակն էլ ինչու համար է դա արվել, որտեղ մեծահասակն էլ իր հերթին, չէ, ինքը ունի այդ տրամադրությունը։ Հասկանում եք, որ ինքը մրցակցում է փոքրերի հետ, փոխարեն այդպես հովանավորի, եւ որտեղ ինքը մրցակցում է, հենց ինքն էլ ուզում է, ասում է ինձ ընդունիր որպես քեզ հավասար, որտեղ ես քո հետ զգայական վայելքի համար հավասար կռիվ եմ տալու։ Նույն եթե պատկերավոր ասեմ, ես 70 տարեկան հասակում իջնելու եմ գամ քո մոտ 22 տարեկան հասակի երիտասարդի մոտ եւ երիտասարդ աղջկա հետ սեքս ունենալու համար պայքար մղեմ։ Եվ այդտեղ ինձ քո հարգանքը պետք չի։ Մենք կռիվ ենք անելու։ Երկու ворցերով մի էքի համար։ Հասկանում եք, այսինքն այդ էգոիստական վայելքների տրամադրությունները, չէ, իրանք իրանց հետ էլ բերում են ինչ-որ մշակույթ։ Եվ այդտեղից է գալիս, որ օրինակ ասենք, հենց ամերիկացիները իրենք մցրեցին կենցաղ այդ երևույթը, որ մեծահասակը ինքը կարող է նստած լինել, իսկ իրանից ավելի փոքրահասակները պրակտիկորեն իր աչքերի առաջ սեքսով զբաղվեն, կամ չգիտեմ, մեծահասակը կարող է սեղանի այս կողմը նստած լինել, փոքրահասակը ինքը կարող է ոտքերը դնել սեղանի վրա եւ տնկել մեծահասակի քթին։ Հասկանում եք, չէ՞, իսկ օրինակ ասենք, տեսեք, այ Գերագույն Աստծո անձնավորության տրամադրությունները իրանք ինչքան գեղեցիկ են, որ ինքը չի սիրում մենակ ընդունողի, մենակ ինչ-որ ասած էլի ես եզակի եմ, ես մենակ բան տերն եմ, ես վայելողն եմ, ես չգիտեմ ինչ եմ, չի սիրում։ Ինքը սիրում է հակառակնել ունենալ։ Եվ դրա համար ինքը երբ որ մոտենում էր Յուդհիշթիրային, նորից եմ կրկնում, ինքը երբեք իրան թույլ չէր տալի գրկել, որտեղ գրկել կարելի է միայն ընկերական հարաբերությունների մեջ։ Այ Յուդհիշթիրան իրավունք ուներ գրկել Կրիշնային որպես փոքրի, բայց Կրիշնան ինքը առաջինը իրավունք չուներ գրկել։
յութքիշտիրային, այդպես է էտիկետը, մեծ ասակի հետ շփվելու, և Տեր Քրիստան ինքը ոչ թե չորս պարտավորված, ինքը հավես էր անում այդ ամեն ինչից, հասկանում եք, որ կարելի է այն ինչ-որ մեկին էլ, ինչ-որ մեկի հանդեպ էլ հարգանք ունենալ, ուզենալ իրան ծառայել, հա, չէ՞, Բհիմայի և Աջունայի հետ, իրանք իրար հետ հավասարապես միաժամանակ, կներեք, միաժամանակ գրկախառնվում էին, որովհետև իրանք հավասար էին տարիքով, հա, հիմա Նակուլան և Սահադևան իրանց հերթին փոքր էին Տեր Քրիստայից, և այստեղ արդեն իրանք երբեք իրավունք չունեին առաջինը գրկեին Տեր Քրիստային, այլ Քրիստան էր իրանց գրկում որպես հովանավոր, որպես ավագ։ Եվ այդ տեսեք մի հատ պանդավների հարաբերությունների մեջ ինքը արդեն այդ բարեկամական կապերի այդ երանության տարբեր համերը իրանք արդեն կային։ Եվ Գիրագույն Աստծո ազնվորությունը ինքը մեծագույն հաճույքով մտնում է այդ հարաբերությունների մեջ։ Հիմա երբ որ մենք խոսում ենք փոքրի մասին, չէ, սա հատկապես էական է դառնում այդ ինչ որ քննարկվեց այստեղ։ Եվ որ ինքը փոքրիկ երեխա էր։ Հա, նրանք ովքեր նյութական տեսանկյունից են մոտենում, իրանք մտածում են, որ այո, Տեր Քրիստան պրոստը Աստված եկել էր, բան, մարդկային մարմին էր ստացել, այդ մարդկային մարմին համապատասխան բաներով առաջ գնաց, կյանքով դրա համար փոքրի մարմին ուներ։ Այլացիները ասում են ոչ, Գերագույն Աստծո ազնվորությունը որպես մանուկ հավերժ մարմին ունի հոգևոր աշխարհում։ Եվ ինքը ծնողներ ունի, որոնք իր մասին հոգ են տանում, այսինքն դա որ սկզբունքն է, ինքը ում է ընդունում իրան որպես ծնող, այսինքն իր մասին հոգ տանող, իրան մեծացնող, որ սկզբունքն է ընդունում, մենք դա արդեն քննարկել ենք, սերը և ուրախությունը։ Հայրը իրա դա սիրո մարմնավորումն էր Նանդան, իսկ մամա Յաշոդան ինքը ուրեմն ուրախության մարմնավորումն էր։ Հասկանում եք, եւ ինքը իր համար ընդունում է դա այդ իրան սնուցող, որպես իրան սնուցող եւ իրան մեծացնող սկզբունք։ Հիմա որ բարա ինչ է նշանակում Աստված դարձավ փոքրիկ երեխա։ Սա նշանակում է, որ երբ որ ինքը փոքրիկ է, ինքը տգետ է։ Որտեվ փոքրիկ մեր նյութական աշխարհում, ես նորից եմ կրկնում, դա թերություն է։ Այստեղ է, որ կենթանիակները մարդիկ իրանք ամեն ինչ այսպես խճճում են, խառնում են իրար եւ չեն կարողանում ճիշտը հասկանալ։ Ինչու՞, որովհետեւ ուրիշ ոչ միտեղ չկա տրանսցենդենտալ գաղափարը։ Հասկանում եք։ Այլ մենք պետք է տարանջատենք, որ բազմազանությունը կա երկու տեսակի՝ նյութական աշխարհի եւ տրանսցենդենտալ, եւ տրանսցենդենտալը եւ նյութական աշխարհի հարաբերությունները հոգեբանության տեսանկյունից 180 աստիճան տարբեր են, այլ ոչ թե իրար նման։ Մենք մտածում ենք, որ եթե մենք ասում ենք Քրիստան երեխա է, ինքը դա թերություն է։ Բայց Քրիստան երեխայի մարմնում, նույնիսկ այստեղ նյութական աշխարհում, մենք հենց նոր քննարկեցինք, չէ, որ 3 ամսեկանում հզորագույն դեմոնուհու սպանեց, որը մինչև Տեր Քրիստայի մոտ գալը հազարավոր երեխաների գլուխ էր կերել, այսինքն միատեսեց անելով։ Բոլորի ծնողների վրայով ոչ մեկ չէր կարողացել իրան կանգնացնել։ Հասկանում եք, ուրեմն ինքը այս բաները իրանք շատ կարևոր խոսակցության թեմաները, չէ, որ հոգևոր աշխարհում, երբ որ Տեր Քրիստան ինքը փոքր բարմին է ընդունում, ինքը դրանից տգետ եւ անզոր չի դառնում։ Այլ այդտեղ լրիվ ուրիշ բան է կատարվում։ Ինչ իհարկե պարզաբանման կարիք է զգում, եւ այնպես չի, որ արիացիները այդ խոսակցություններից վախենում են։ Իրանք այնպիսի հեղինակություններ ունեն, որոնք այնպիսի վարպետներ են հոգևոր հոգեբանությունը ներկայացնելու մեջ, որ իրանց գերազանցել ոչ մի հոգեբան չի կարող։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ յութքի շաբաթում Թավան ինքը խոսում էր հենց դրա այդ հրաշքի մասին,
Երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վայելում է անզորությունը եւ տալիս է իրեն իր մաքուր նվիրալների հոգատարության գիրկը եւ վայելում է այդ անզորությունը։ Դե ինչ է նշանակում, որ հիմա էլ ես եմ անզորը եւ ինչ որ մեկը իմ մասին այդ տեսանկյունից հոգ է տանում։ Այո, իհարկե, այստեղ այդ հարցն է առաջանում։ Իսկ ինչպիսին է պետք է լինի այն նվիրյալը, որին Գերագույն Աստծո ազնվորությունը կարող է վստահել իր անզորությունը։ Հասկանում եք, որտեղ նյութական աշխարհում, եթե ազնվորությունը ինքը գիտակցի, որ իր առաջ կանգնած է Գերագույն Աստծո ազնվորությունը, ինքը անզորության մարմին ընդունեց, մի անգամից կչարաշահի։ Մի անգամից։ Եվ մենք հասկանում ենք, չէ՞, որ հոգևոր աշխարհում այդ կենդանիակները ինչ որ յուրահատուկ հոգեբանություն ունեցող կենդանիակներ են։ Եվ իհարկե շատ հետաքրքիր է իրանց հոգեբանությունը քննարկել, ճանաչել եւ մենք դա անպայման անելու ենք։ Ուղղակի հիմա մատնանշեցինք, որ այն տեքստերը, որը հիմա ասում է Ութավան, իրանք վերաբերվում են ոչ միայն նյութական աշխարհին։ Հասկանում եք, այլ հիմա իրանք իրականում քննարկում են հոգևոր աշխարհի իրականությունները։ Եվ հոգևոր աշխարհում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ունի հավերժ ծնողներ, որոնց հետ վայելում է մանկության խաղերը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կքննարկենք արդեն Աստծո ողորմածությամբ